Պարոն Դանելյան, վերջերս մենք լսում էինք Երևանի քաղաքի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնողին Տիգրան Ավինյանին, իրենք ասում են, որ փաստորեն նախորդ տարի ապօրինի ընդունված որոշումը կարմիր գծերը թանկացնել 13 անգամ արդարացված չի եղել, ուղիղ չի ասում, բայց ասում է խցանումների խնդիրը, բեռնաթափան խնդիրը չի լուծվել։ Նախ այս մասով ինչ կասեք, եւ երկրորդը իրենք ասում են, որ բեռնաթափման համար հիմա կարծեք թե պիտի հասնեն նրան, որ մեքենաների մուտքը պիտի սահմանափակվի, ձեր վերաբերմունք։ Ուրեմն տեսեք, որ խցանումների հարցը չի լուծվել, դա ակնհայտ է, ոչ միայն իմ համար, ոչ միայն ձեր համար, այլ ամբողջ երևանցիների համար, նաև Երևան գալացողների համար, այո, խցանումների հարցը չի լուծվել։ Երևանի բեռնաթափման հարցը չի լուծվել, մնում է նույնը։ Այսինքն իրենց կայացրած որոշումը, իրենց բերած որոշումը զրոյի հավասար որոշում էր բեռնաթափման առումով, բայց երևանցիներին թալանեցին եւ Երևան եկողներին թալանեցին այդ որոշումը, որովհետեւ մի քանի անգամ ավել գումար հավաքագրվեց, դրանով հարցը չլուծվեց։ Այնինչ դրան կարելի էր հանգիստ լուծում տալ, մենք այդ առաջարկը արել ենք Մայր Հայաստան խմբակցությունով մի քանի անգամ, ասել ենք կայունատեղիներ կառուցեք, որպեսզի դրանով բեռնաթափեք Երևանը։ Հիմա այս մարդիկ այդ որոշումը բերել են, մի կերպ անց են կացրել, հերիք չի, դատարանը 10 դատավորի որոշմամբ երկու անգամ 24 թվականի համար 5 դատավոր եւ 25 թվականի համար 5 դատավոր որոշեցին, որ այս որոշումը հակասում է օրենքներին կամ չգիտեմ, օրինական չի, այս մարդիկ շարունակեցին այս որոշումը պահել, շարունակում են այս որոշման համար պայքարել, բայց հիմա արդեն խոստովանում են, որ չի բեռնաթափվել Երևանը եւ այդ մասին չի խոսում միայն Տիգրան Ավինյանը։ Այդ մասին նաեւ ասել է երկրի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի 3-4 կառավարության նիստ առաջ։ Ուրեմն ինչ էր ասում։ Ասում է հանձնաժողով է ստեղծվելու կամ էլ ինչ-որ խումբ է ստեղծվելու, ես բառացի չեմ հիշում ոնց է ասել, որը զբաղվելու է Երևան քաղաքի բեռնաթափումով, որը զբաղվելու է խցանումներով։ Պատկերացնում եք, Երևանի քաղաքապետին չի վստահում, Երևանի իշխանություններին չի վստահում եւ որոշել է ինքը զբաղվի այս հարցով, ինչպես զբաղվում է եկեղեցու հարցով, որոշել է հիմա խառնվի Երևանի գործերի մեջ ու որոշել է ինքը արդեն Երևան քաղաքը բեռնաթափի։ Այսինքն նաեւ այստեղ ուրիշ հարց է գալի, որ ինքը նաեւ կարծես թե չի վստահում Երևանի այսօրվա ոչ բարով կառավարչին, չի վստահում քաղաքապետարանում նստած մարդկանց, ովքեր որ պետքա ի պաշտոնե Երևան քաղաքը բեռնաթափեին եւ որոշել է ինքը ինչ որ հանձնախումբ ստեղծի, ինչ որ մարդիկ ներգրավի այս process-ի մեջ, որպեսզի կարողանա քաղաքը բեռնաթափել։ Սրա մասին ոչինչ էլ ավելի չարժե ասել, որովհետեւ ֆակտնալիցո փաստը ակնհայտ է, որ Երևան քաղաքը չի բեռնաթափվել, իրենց արած գործողությունները, նորից եմ ասում, բեռնաթափման մասով հավասար է զրոյի։ Հիմա այսօրին ընթանում է Էջմիածին քաղաքի վաղարշաբաթ խոշորացված ամենքի նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում եք նաև դուք, ձեր կուսակցությունը, Մայր Հայաստանը, նաև Թեկնածուն եք առաջադրված։ Ինչպես է գնահատում այս քարոզարշավի ընթացքը եւ արդյոք կիսում եք ԿՊԱ-կանների այն վստահությունը, որ իրենք հաղթելու շանսեր ունեն, այնտեղ միանձնյա։ Սկսեմ վերջից, իրենց հաղթելու շանսերը շատ ցածր է, ես կասեի մոտա զրոյին, ձգտում է զրոյին։ Ինչի համար եմ ասում, մենք շրջում ենք ուրեմն վաղարշաբաթ համայնքով, Էջմիածնով, գյուղերով շրջում ենք, մարդկանց հետ շփվում ենք, տեսնում ենք տրամադրությունները մարդկանց։ Ուրեմն մարդիկ, տեսեք, մոտենում են, շփվում են, առանց վախենալու, առանց կաշկանդվելու, առանց ինչ-որ բանից վախենալու մեզանից վերցնում են մեր բուկլետները եւ նաեւ առաջարկներ են անում, հանգիստ շփվում են, չեն վախենում, վախի մթնոլորտ չկա։ 1-2 դեպքը հանած։ Մարդկանց տրամադրվածությունը այսպեսին է, եթե ԿՊ չեք, ընտրելու ենք ձեզ։ Այսինքն մարդիկ տոտալ դեմ են քաղաքացիական պայմանագիր կոչված թրքասեր խմբակին եւ նրան հակից մի հատ ուրիշ խմբակ էլ կա, մի թրքասերը նրանք են հանրապետությունա կոչում ու դրանց են դեմ։ Այսինքն ասում են նրանք չլինեն, ընդդիմությանը ձեն ենք տալու։ Եվ կոնկրետ մեր հետ կապված, ուրեմն մեր ծրագրերին ծանոթանալով մենք ընդ բազում ծրագրեր ենք առաջարկել, բազմաշերտ է մեր ծրագիրը, սկսած ուրեմն փոքր երեխաներից միջև ծերեր, սկսած բակերից միջև կենտրոնական փողոցներ։ Մեր ծրագրերին ծանոթանալով նրանք այո, ասում են, որ ընտրելու ենք Մայր Հայաստանին, մեր ձայնը տալու ենք Մայր Հայաստանին։ Մենք ունենք ծրագիր ուրեմն թե մանկապարտեզների հետ կապված, որպեսզի մանկապարտեզները դարձնենք անվճար, բացի որ պետքա բարեկարգվի այդ մանկապարտեզները, նաև պետքա դարձվի անվճար։ Ասեմ ձեզ, որ
ԿՊ-ի իշխանության ժամանակ մանկապարտեզները վաղաշապատում դարել է վճարովի։ Մենք խոսացել ենք վաղաշապատների, որ մանկապարտեզները դառնալու է անվճար։ Դա մեկ։ Ուրեմն տրանսպորտի հետ կապված փոփոխություններ պետք է արվի, պետք է արտոնություններ տրվի, ուրեմն թե հաշվանդամություն ունեցողներին, թե պատերազմի մասնակիցներին, տարբեր շերտերի։ Բակային տարածքներում խնդիրներ կա, մենք ասել ենք բակերը պետքա բարեկարգվի, լինի թե հանգստի գոտի բակում, թե խաղահրապարակ լինի բակում, թե ասֆալտապատումը, բակի բարեկարգումը նորմալ լինի։ Սկսած բակերից մինչև քաղաքային այգի, կենտրոնական այգի եւ կենտրոնական փողոցներ պետքա այնտեղ հարցեր լուծվի։ Սրանք 7 տարի, 7.5 տարի իշխանության են, այնտեղի հարցերը չեն լուծել, ավելի շատ թալանել են, գրփել են, քան թե հարց են լուծել։ Հիմա իշխանությունները վերջին մի քանի ամիսներին օգոստոսի 8-ից սկսած խոսում էին խաղաղության մասին, որ դա արդեն անշրջելի է։ Երեք մենք լսեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ով խոսում էր Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներից, խոսում էր Սևանա լճի գյոյչա լինելուց, խոսում էր ադրբեջանցի այսպես կոչված փախստականների վերադարձից։ Ձեր գնահատմամբ ինչ եղավ Փաշինյանի խոստացած խաղաղության դարաշրջանը, որ արդեն եկել էր։ Տեսեք, նախ Ես ուրիշ տեղից սկսեմ։ Մարդիկ ընդդիմությանը մեղադրում են, իբր ընդդիմությունը խաղաղություն չի ուզում, խաղաղությունը իրանք են մենակ ուզում, ընդդիմությունը ինչ-որ պատերազմ ուզում, կեղծ, հորինովի, սուտ, ուրեմն թեզեր են, ինչ եմ համարեմ ասում, խաղաղություն չի ուզի միայն հիմարը։ Բոլորն էլ խաղաղություն են ձգտում, բոլոր պետությունները կլինեն, թե պետության մեջ բոլոր քաղաքական ուժերը կլինեն։ Ընդդիմությունը նույնպես խաղաղություն ուզում, բայց ընդդիմությունը կզած, չոքած, խոնարհված խաղաղություն չի ուզում։ Այս խաղաղությունը իբր այս շակերտավոր խաղաղությունը, որ սա բերել է, սա կզած խաղաղություն է։ Այսինքն ինքը ինչ է արել։ Մի փաստաթուղթ ստորագրել, որը դա պայմանագիր չի, դա ինչ որ համաձայնագրի նախաստորագրում է, դա դրանով ինքը խաղաղություն նախ չի բերել, դրանով վաճառել են ժողովրդին այդ թուղթը, թե իբր տեսեք խաղաղություն ենք բերում, նախ դե խաղաղություն չկա, դրա մասին նաև ասում է Ալիևը իր խոսքերում, սկսած 20 թվականից մինչև հիմա, փաստորեն դեռ իր խոսույթը չի փոխել։ Ինքը հավակնություններ ունի հավակնություններ ուներ Արցախի համար, Արցախի տարածքի վրա, հիմա փոխվել է արդեն հավակնություններ դարել է Հայաստանի վրա։ Ու Հայաստանի տարբեր վարչական տարածքների համար առանձին ասում է։ Եվ Սյունիքի մասով ասել, հիմա արդեն Սևանի մասով ինչ որ անուն ասում, այսինքն այս մարդը իր նպատակներից, իր նկատումներից հետ չի կանգնել, նրա նպատակը Հայաստանը ամբողջությամբ գրավելն է, որին ձգտում է նա, որը ինչպես արել է Արցախում, այնպես էլ ցանկանում անի Հայաստանում։ Այսինքն նրա պահանջները ի սկզբանե որ դրվել է, սրանք էլ խելոք կատարում են, ամեն կատարելուց նոր պահանջ է ի հայտ գալի, դա տանում է նրան, որ Հայաստանը ադրբեջանացվելու է։ Սկսենք նրանից, որ այդ Հեյդար Ալիևը ի սկզբանե պահանջ էր դնում սահմանադրությունը փոխելու, սահմանադրությունը հիմա փոխվում է, պահանջ էր դնում Հայաստանը ապառազմականացնելու, տեսնում եք ապառազմականացումը Հայաստանը, այսինքն բյուջեն է կրճատվում բանակի, ուրեմն բանակն է կրճատվում 1/4-ով, ի նկատի ունեմ ժամկետայինների մասով, պահանջադրված Ադրբեջանից Փաշազադեի, կոնկրետ Փաշազադեի կողմից հայոց եկեղեցին ոչնչացնելու, այսօր Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է հայոց սուրբ եկեղեցին, որը թույլ չենք տալուս։ Եկեղեցու մասով եւ նաեւ մեր զրույցի ամփոփում 2 շաբաթ կեղծ պատարակ է կազմակերպվում, կեղծ հոգեվորականների մասնակցությամբ, բայց հանրության բացակայությամբ։ Ըստ էության 2 շաբաթն էլ հանրության այսպես նկատելի մասնակցություն չեղավ, հիմնականում ԿՊԱ-կաններ, պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներին մասնակցում։ Ինչ դասեր պիտի քաղեր Փաշինյանը հանրության այս մերժումից եւ արդյոք քաղել է թե ոչ։ Իմ կարծիքով ինքը տեսել է, որ ինքը մերժված է, որովհետև 2 անգամ հայտարարի, որ ինքը գնալու է ու իր հետևից իր հետևորդները այդպես սակավաթիվ գնան այնտեղ որտեղ ինքն է գնացել, տենց բան չէր եղել երևի թե այն նպատակները, որ ինքը դրել է ու այդ նպատակների համար մարդկանց են տանում վարչական ռեսուրս օգտագործելով այդքանից հետո այնտեղ թիվը չի գերազանցում 1000 հոգին, այնտեղ խոսացել է ինչ որ 10000 հոգի, ես եմ ինչքան չի գերազանցում 1000 հոգի նույնիսկ։ Հիմա ամեն գնով փորձում է
մաս, թեմ առ թեմ կամ եկեղեցի առ եկեղեցի այցելի, փչացնի, մասնատի, բաժանի։ Տեսնելով որ իր նպատակներին ինքը չի հասնելու այսպես, հիմա որոշել է ներսից քանդի, հիմա ինչ որ հաջորդ անգամ խոստացել է գնալու է Թալին։ Այսինքն սրա նպատակը եկեղեցին քանդելն է, հայ առաքելական Սուրբ եկեղեցին ոչնչացնելն է։ Մի քիչ ավելի եթե հետ գնանք պատմական առումով, ուրեմն տեսեք 1700 տարվա եկեղեցու պատմության ընթացքում Հայաստանը պետականություն ունեցել է, հետո պետականություն չի ունեցել, այստեղ մենք ինտեգրված ապրել ենք այլ ազգերի, այլ պետությունների մեջ, սակայն հայոց եկեղեցին 1700 տարի ապրել է։ 1700 տարի չի ոչնչացել, հիմա սա մտել է մի խաղի մեջ, որը թելադրված է Ադրբեջանից, որը թելադրված է մեր թշնամու կողմից, սա որոշել է հայ ինքնությունը վերացնի եկեղեցու օգնությամբ, եկեղեցու շնորհիվ։ Ինչի համար եմ ասում այսպես, որովհետև ազգի հենասյուներից մեկը եկեղեցին է, մեկը բանակն է, բանակը արդեն կարելի է ասել ոչնչացրել է, որովհետև արդեն մենք չունենք 18 թվականի բանակը, 19 նույնիսկ 20 թվականի բանակը, ուրեմն կրթությունը այսօր հարվածի տակ է, այսօր դպրոցները եւ բուհերը հարվածի տակ են, ընտանիքն է, որը հարվածի տակ է 18 թվականից, մշակույթն է, որը այս քանի տարիների ընթացքում տեսանք թե ինչա կատարվում մշակույթի հետ եւ եկեղեցին է։ Հիմա հերթը հասել է եկեղեցուն, այս մարդը որոշել է եկեղեցուն հարվածելով վերջի ոտը պետության տակ դրված կամ ազգի տակ դրված վերջի ոտը ջարդի, որպեսզի կարողանա ոչնչացնի հայի ինքնությունը։ Նորից եմ ասում, թույլ չենք տալու։ Սրանք այս process-ը սկսել են 18 թվականից եւ ոչ թե նոր են սկսել, հիշեցնեմ մեր քաղաքացիներին 18 թվականին ինչ-որ շարժում հորինեց, որը անձամբ ինքը չէր գլխավորում, իրեն հարակից ուժերն էին գլխավորում, ինչ-որ նոր հայրապետ, նոր Հայաստան, տեսա, որ այս ընթացքում հաջորդիվ անցավ ուրեմն դպրոցից վերացրեց հայոց պատմություն առարկան, հաջորդիվ թեմերի առաջնորդներին ուրեմն կալանավորեց, հիմա արդեն ինքը իր դեմքով է հարձակվել եկեղեցու վրա, որոշել է ինքը իր դեմքով գրոհի եկեղեցին, այնիշ դա չի ստացվելու, բայց հիմա այստեղ մի հատ հարց է առաջանում։ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին Գարեգին Բ-ին փոխարինելու դեպքում ում է տեսնում նրան փոխարինող։ Սրա մասին ինքը, եթե չեմ սխալվում, չի ասել, չի հայտարարել։ Այստեղ 3 պատասխան եմ ես տեսնում։ Նախ, այդտեղ երևի թե ինքը տեսնում է իրեն, այդ գահին նստած, այսինքն վարչապետի երկրի ղեկավարի պաշտոնը արդեն Իրանով է արել, որոշել է արդեն եկեղեցին Իրանով անել, այսինքն գահին իրեն է տեսնում։ Երկրորդ տարբերակը այդ աթոռին տեսնում է այն աղանդավոր ուժի ղեկավարին, ով որ իրեն օգնեց 18 թվականին այն ճակերտավոր հեղափոխություն անել, այսինքն մարդկային ռեսուրսով օգնեցին փողոցներում, նաև ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում, հավանաբար երկրորդ տարբերակ որպես նրան է խոստացել կաթողիկոսի գահը, եւ երրորդ տարբերակը գահը պետք է դատարկ մնա որոշ ժամանակ, մինչև այդ ընթացքում հայ առաքելական Սուրբ եկեղեցու թեմերը տրոհի, քանդի, ոչնչացնի, որպեսզի հայ առաքելական Սուրբ եկեղեցին վերջնականապես ջարդի, վերջնականապես ոչնչացնի, որպեսզի կատարի Փաշազադեի պահանջը։ Ինչի համար եմ ասում պահանջը, որովհետև Փաշազադեն էր այնտեղից հոր Ջորջում, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին տարածաշրջանում, չգիտեմ, խանգարում է, տարածաշրջանում ճակերտավոր ասած տերորիստ է, կամ ասում էր ուրեմն Էջմիածինը ուչմիածին էր ասում, ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ ժամանակավոր ուրեմն նստած են առաքելական եկեղեցու ուրեմն ծառաները եւ ասում էր մենք վերականգնելու ենք Երևանում գործող մզկիթները Երևանում կներեք Երևանում մեկ մզկիթ կա, պարսկական մզկիթն է, այստեղից մի քիչ ներքև ուրիշ մզկիթ չկա, մանավանդ ադրբեջանական, ինչ ադրբեջանական մզկիթ, Ադրբեջանը 100 տարվա պատմություն ունի։ Ուրեմն ուզում եմ տեղեկացնել, ուզում եմ ասել թրքածին ԿՊԱ-ականներին, նրան հարակից թրքասեր խմբակին, որի ղեկավարը բերանը միջև ակաժները բացած ասում է գնալու ենք Թուրքիայում ատամնաբուժարաններ բացենք։ Ուզում եմ ձեզ ասեմ, ձեր ծրագրերը չի ստացվելու։ Դուք պարտված եք տղաներ։ Այն ինչ որ դուք ուզում եք անել հայ առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ չի ստացվելու։
հայ առաքելական Սուրբ եկեղեցին 1700 տարի կա, հիմա էլ լինելու է, դուք չեք լինելու, դուք գնալու եք։ Հայ առաքելական եկեղեցու գլխով շատ ամպեր են անցել, հայ առաքելական եկեղեցին մնացել է կանգուն, մնացածը գնացել են, գնալու եք նաև դուք։ Հերու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը հայ առաքելական Սուրբ եկեղեցուց։